Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ու գեղեցիկ դերասանուհիներից մեկը։ Մարիամն ունի հետևորդների մեծ բանակ, որոնցից շատերը երկրպագում են նրան որպես դերասանուհի, իսկ շատերն էլ ինստագրամյան հարթակում հետևում են Մարիամին որպես գեղեցիկ ու ոճային աղջկա։ Մարիամ Ալեքսանյանն արդեն երկար տարիներ է ինչ ակտիվ գործունեություն է ծավալում թե կինոյում, սիթքոմերում և թե թատրոնի բեմում։ Մարիամ Ալեքսանյանի անձնական կյանքը ևս այս տարիների ընթացքում շատ է քննարկվել։ Դերասանուհու ակտիվ լինելը, էմոցիոնալ գրառումներն ու տարբեր տեսանյութերը հաճախ կապել են նաև նրա անձնական կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության հետ։ Կարելի է ասել, որ Մարիամն էլ անկեղծ է իր հետևորդների հետ և ինստագրամյան հարթակում հաճախ խոսում է նաև անձնական կյանքի մասին։ Ինստագրամյան հարթակում Մարիամը նաև տեղադրում է իր ընկերների ու մտերիմների անձնական կյանքում տեղի ունեցող ուրախ իրադարձություններից կադրերով։ Երեկ Մարիամը հրապարակել էր իր մտերիմների նշանադրության արարողությունից կադր, որով էլ շնորհավորել է զույգին։ Մենք ևս ներկայացնում ենք այդ լուսանկարը։ Ինչպես արդեն նշեցինք, դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ էլ որոշել էր ամիսներ առաջ իր հետևորդներին պատմել իր բնավորության և նախասիրությունների մասին, առանձնացնելով 10 փաստ։ Եվ այսպիսով Մարիամը գրել էր հետևյալը. «Ես միշտ ժպտում եմ, ասում են անգամ քնած ժամանակ։ Օրվա մեջ պետք է գոնե մեկ անգամ խմեմ սառը ամերիկանո։ Զզվում եմ կապուչինոյից։ Ինչքան էլ ակտիվ և ուրախ տեսակ եմ, չեմ սիրում գնալ մարդաշատ վայրեր դեռ փոքրուց։ Ինձ համերգներին, միջոցառումներին քիչ կտեսնեք։ Ընտանեկան հավաքույթների կողմնակից եմ։ Չեմ սիրում ծաղիկներ ստանալ։ Առավոտվա մարդ չեմ, քնկոտ եմ և չեմ սիրում շուտ արթնանալ։ Ռեկորդս եղել է 18 ժամ քնած մնալը։ Պարտաճանաչ եմ միայն մասնագիտական հարցերում։ Սիրում եմ մեղր ուտել։ Մեր ընկերական հավաքույթների խելառ մտքերի և ցանկությունների հեղինակը ես եմ։ Մարդիկ ինձ շատ սիրում են, կամ ոչ։ Միջին էմոցիա չկա իմ նկատմամբ։ Երբ ինձ հետ ջերմ չեն լինում, ես կարծես միտումնավոր այնպես եմ ինձ պահում, որ ավելի չսիրեն։ Երբ իրենց գոռոզ են պահում, քառակի գոռոզանում եմ։ Երբ ջերմ են, իմացեք, որ ինձ այդ ջերմությունից կորցնում եմ, սկսում լիքը դրական տալ դիմացինին։ Ու իմ տխուր լինելը շատ են շփոթում գոռոզ լինելու հետ»։ Ահա այսքանն էին այն փաստերը, որոնք Մարիամն առանձնացրել էր իր բնավորության մասին։ Դերասանուհին նաև ինստագրամյան էջում հաճախ հարց ու պատասխաններ է կազմակերպում։ Հետևորդներից մեկն էլ մի անգամ խորհուրդ էր հարցրել, թե ինչ անել, երբ նախկին ընկերը ուրիշի հետ է։ Մարիամն էլ հորդորել է առավելագույնս երջանիկ ապրել։ Հարց ու պատասխանի ժամանակ Մարիամը նաև խոսել էր ապագա ամուսնու մասին։ Դերասանուհու պատկերացմամբ ապագա ամուսինը պետք է լինի հոգատար, ռոմանտիկ, ծայրահեղ ուշադիր, առատաձեռն և աշխատասեր։ Հատկապես վերջին տարիներին Մարիամը հրաժարվել է երկարատև հեռուստասերիալներում նկարահանվելու մտքից։ Նա հիմնականում նկարահանվում է տարբեր սիթքոմերում։ Դերասանուհին խոստովանել է, որ սիրում է նկարահանվել կարճատև նախագծերում։ Նա նշել էր հետևյալը. «Իմ դեպքում երկար լինում են ներկայացումներն ու դրանց փորձերը։ Կերպարիս մասին կարող եմ ասել, որ մեծահարուստի աղջիկ է Միացյալ Նահանգներից։ Ահա այսպես էր խոսել հարց չկա սիթքոմի մասին Մարիամը ու հավելել. հետաքրքիր աղջիկ է, իմ բոլոր կերպարներն էլ սիրում եմ, լինի բացասական, թե դրական։ Ինձ շատ հոգեհարազատ կերպար է։ Սիրում եմ այդպիսի դերեր, երբ ոճային փոփոխության կարիք է լինում», անկեղծացել էր դերասանուհին։ Այս տարիների ընթացքում շատ է քննարկվել նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի անձնական կյանքը։ Այս մասին նոր բացահայտում եղավ նաև նախորդ տարի, երբ Ամալիա Հովհաննիսյանի «Լուք ընթվեց» հաղորդման հյուրը դերասան Սաշ Սուքիասյանն էր։ Star News-ը հետևել էր զրույցին ու ներկայացրել էր ձեզ ամենահետաքրքիր հատվածները։ Զրույցի վերջում Սաշը պատասխանում էր բլից հարցերին, որին հաջորդեց հայտնի մարդկանց լուքերի քննարկումը, որոնցում չէր երևում հայտնիների դեմքը։ Երբ հերթը հասավ Մարիամ Ալեքսանյանի լուսանկարին, Սաշն ասաց, որ հավանում է լուքը։ Այնուհետև հավելեց, որ գիտի, թե ով է լուսանկարում։ Կադրից դուրս Սաշը խոսեց այն մասին, որ ինքը եղել է Մարիամի առաջին սերը, և ինքն էլ սիրահարված է եղել դերասանուհուն, ում հետ եղել են համակուրսեցիներ։ Այն հարցին, թե ով ում առաջինը սեր խոստովանեց, Սաշն ասել է, որ ամեն մեկի կարծիքով ինքն է եղել դիմացինի առաջին սերը։ Մինչև հիմա իրար տեսնում ենք, ասում ենք. «Իմ սեր, ասա, որ ինձ սիրել ես»։ Ասում եմ՝ հա, դու նենց արեցիր, որ քեզ սիրեմ, Մարիամիկ», նշել էր Սաշը։
Ինչպես միշտ, Star News-ի աչքից ոչինչ չի վրիպում։ Մեր այս հրապարակումը Մարիամը տարածել էր իր Instagram-յան էջում ու պատասխանել դրան։ Քանի որ իմ կրեդիտում միայն այս հարցն է շատանում, պատասխանեմ. մենք լավ ընկերներ ենք, եղել ենք ու կլինենք, եւ այսքանը։ Սա ընդամենը մեր ներքին հումորն է, իսկ լրատվականների համար նոր, թարմ նյութի բովանդակություն։ Շատերի համար էլ մեկնաբանություն ու անպայման մի վատ բան գրելու առիթ։ Այս հարցին անդրադառնալով պատասխանել էր Մարիամ Ալեքսանյանը, թե իսկ Star News-ը այսքան էր առանձնացրել այս հոլովակի համար։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ, որը Մարիամը հրապարակել է իր Instagram-յան էջում։ Մկոն մեզնից գախնի, ուրեմն օրագիրը այսպես լրացնում, հիմա կարդում իր օրագրի առաջին օրը, օր 1, սիրելի օրագիր, մենք այսօր հասանք Դուբայ, ես մտածում լավ կանցի, բայց մի պահ մոռացել էի, թե ընկերներս որքան կատարյալ անմակարդակ, լավ ես գնամ չկասկածել։ Մորս ամանացած է մի կարևորը ես էդ իր բավաբեց չնայք մի չի կարելի չէ ուտել դրա համար դատարկե կա հա սուպեր բանկով ընդեր բան է թթու են բերել լիքնա սրանց որից լսես բան չես անի հենա մարդունը ցավում է միացրանից Բանանեկանը մարդուս Մենք այս համար հանգիստ նստած ենք, գիտենք, որ վաղ գնալու ենք ու գալիս է Տագնապ Ալեքսանյանը Թե բա մեր հետևից եկել է մեր մեքենան, մենք հենց հիմա պետք է լինենք օդանավակայանում Ինչ կասես այդ փագի, որ չերևա ուռած ատամատ, այ ամբախտ Ոնց կարելի է $350 թող հետևորդներս իմանան, այո, Մարիամ Ալեքսանյանը դոլարներ է վճարել ատամ պլոմբելու համար։ Իսկ իմ ատամները չկան ընդհանրապես։ Ինչ եք ուզում։ Ռեսեպշնից մի բան ուզում։ Ասեմ, որ սխալմունք ա եղել, մենք հիմա չենք գնում։ Դրանք ովքեր մեզ վաղուց են հետևում, ինքն որ երեք եկանք Դուբայ, ամսի 7-ին, այս են 10-ից են։ Արագ։ Ապոցիա ու հարամ շտատ Վստախուն եմ որ գալիս է Կատերակով որ լավ օրեն է Շտատ Մեսի կաուր է Մեսի մամջան Հիմա են եք թորոցի Պետա որ ես խանջում Եվ աշխարհի հետ ինչ ասում օրենք այս գործի վերաբերյալ